Հիմնականում մարդու մոտ կյանքի լուծումները գալիս են այն ժամանակ, երբ նա հայտնվում է հատակին, այսինքն այլևս կորցնելու բան չունի։ Բա ինչի է դա այդպես, որովհետև նա ամբողջովին ազատված է վախերից և կասկածներից, այսինքն ինքը էլ ոչ մի բանից չի վախենում, ինքը այնքան վատ վիճակում է, որ էլ ոչ վախ ունի, ոչ կասկած։ Ուրեմն պատմության մեջ բազմիցս այդպիսի դեպքեր կան, հայտնիներ, հարուստ մարդիկ, որոնք որ հենց գտնվել են հատակին և դրանից հետո սկսել են ինչ-որ գործողություններ անել, և այո, ճիշտը դա է, երբ մարդը հայտնվում է հատակին և այլևս ոչ մի բանից չի վախենում, ինքը սկսում է գործողություններ անել։ Առաջին գործողությունը նա է, որ ինքը իր կյանքը վստահում է Աստծուն, այսինքն ասում է, ով մեկը էլ ոչ մի բան չեմ ուզում, ինձ ոչ մի բան պետք էլ չի, Աստված ջան, ես ինձ ու իմ կյանքը հանձնում եմ քեզ։ Իսկ երբ որ մարդը չի դիմադրում իր վախերով և կասկածներով իր կյանքի գործընթացին և իրեն ամբողջովին վստահում է Աստծուն, այս ժամանակ սկսվում են հրաշքներ, այնպես որ եթե դու հիմա ևս հայտնվել ես հատակին, դու կարող ես ընդունելով այս իմ ասածը գնալ առաջ, բայց մի բան էլ եմ ուզում ժողովուրդ ջան ասել, անպայման չի, որպեսզի դուք գաք հայտնվեք այդ վիճակին, այսինքն հատակին, որպեսզի սկսեք գործողություններ անել։ Հենց այս պահից, ով ինչ վիճակում որ գտնվում է, դադարեցրեք վախը և կասկածը, ձեր հաջողությունը տվեք Աստծուն, այսինքն ինչ է սա նշանակում, որ դուք մտածում եք և վստահ եք, որ լավագույն կերպ Աստված գիտի, թե ինչպես ձեր կյանքը տանի առաջ և ինչ է ձեզ հարկավոր և երբ է դա պետք, ու հանգիստ սպասեք հրաշքների, ես վստահ եմ, որ դու կարող ես։